Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, ես Վահե Հարությունյանն եմ, տեղահանվել եմ 2023 թվականի սեպտեմբեր ամսին, այժմ ապրում եմ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Մեծարգո պարոն վարչապետ, մինչ հարցս հնչեցնելը ցանկանում եմ ձեզ եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությանը իմ պարզ եւ մարդկային շնորհակալությունը հայտնեմ ձեզ։ Տեղահանության առաջի օրից սկսած մինչ օրս կատարված ամեն ինչի համար։ Հավատացեք, եթե այդ վերաբերմունքը այդ ամեն ինչ չլներ, տեղահանվածներից շատ-շատերը երկրում չէին ելնի եւ կլքեին։ Շատ շնորհակալություն ձեզ։ Պարոն վարչապետ, Աշտարակ համայնքում ապրում է 3000-ից ավել տեղահանված, մոտ 1000 ընտանիք։ Սակայն շատ քիչ թվով ընտանիքներ են սերտիֆիկատով տուն ձեռք բերել։ Նշեմ, որ ես սերտիֆիկատով ձեռք եմ բերել իմ բնակարանը։ Պատճառը նա է, որ բնակարանի գները համայնքում բարձր են եւ մարդիկ չեն կարողանում գնել, քանի որ 3 միլիոն է սերտիֆիկատի գումարը։ Ամենօրյա շփումով մարդկանց հետ աշխատանքի բերումով վստահությամբ ձեզ կարող եմ ասել, որ մարդկանց մեծամասնությունը գրեթե բոլորը մեծ ցանկություն ունել հաստատվել, մշտապես հաստատվել համայնքում եւ իրենց կյանքը կապել համայնքի հետ։ Եվ բոլորի խնդրանքն է ձեզ, պարոն վարչապետ, որպեսզի ծրագիրը վերանայվի եւ Աշտարակ համայնքի սերտիֆիկատի գումարը 3 միլիոնը դարձվի 4։ Եվ վստահեցնում եմ ձեզ, որ շատ կարճ ժամանակում արդյունքը շոշափելի արդյունքը ակներև կլինի։ Համեմատության համար նշեմ, որ համայնքին հարևանությամբ Էժմիածին քաղաքում սերտիֆիկատի գումարը 4 միլիոն դարձնելուց հետո բավականին մեծ թվով հայրենակիցներ են բնակարան ձեռք բերել եւ հիմա էլ այդ process-ը շարունակում է։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Խնդրեմ, պարոն վարչապետ։ Նախ շնորհակալ եմ ձեր խոսքերի համար, դա շատ կարևոր է եւ անձամբ ինձ համար եւ կառավարության անդամների համար։ Չթաքցնեմ, մենք այդ հարցի հետ կապված ընդհանուր մթնոլորտը գիտենք եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը եւ փոխվարչապետը իրենց կարծիքը հայտնել են, որ մենք այդ որոշումը պետք է կայացնենք, որովհետեւ մենք ուսումնասիրել ենք եւ հիմա մենք առաջիկայում որոշում կայացնենք եւ Երևանամերձ մարզերի համար 3 միլիոնը Երևանամերձ մարզերին է վերաբերվում, ճիշտ է, համայնքներին, Երևանամերձ համայնքներ, Երևանի սահմանակից, այսպես ասած, համայնքներին եւ կարճ ասած բոլոր տեղերում, որտեղ 3 միլիոն է, կդարձնենք 4 միլիոն։ Էսա մեր որոշումը առաջիկայում նաեւ դե յուրե որոշումը կկայացնենք։ Բացի Երևանից, Երևանում չէ, որովհետև անկեղծ ասենք, մենք հիմա մյուս ծրագրերով էլ, հիմա եթե հետևում եք, տեսնում եք, որ մենք ծրագրերը փորձում ենք մաքսիմալ ուղղորդել դեպի մարզեր, որովհետև ընդհանուր առմամբ դա հանրապետության խնդիրն է, որ Երևան, մեծ քաղաքը մեծ գրավիտացիա ունի, բայց մենք մեր քաղաքականություններով ուզում ենք նաև, որ մեր մարզերն էլ, իմիջայլոց այդ քաղաքականության մասը նաև են, որ եթե դուք ուշադիր եք եղել, այդ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվեց եւ հիմա այսպես մարզեր է գնում, ինչի շնորհիվ մենք տեսնում ենք, որ մարզերում սկսել է բնականաշինության ծրագիրը եւ դա կարծում եմ ճիշտ ուղղություն է։ Մենք ուզում ենք ամբողջ հանրապետությունում կյանքը նույնքան հարմարավետ դարձնենք, չնայած եկեք խոստովանենք, որ խցանումների պատճառով արդեն Երևանում կյանքը անհարմարավետության լրացուցիչ բաղադրիչներ ունի։ Ովքեր ստացել են 3 միլիոնը, այդ 3 միլիոնի շահառու են, այս որոշումից հետո հետադարձով իրենցը նաև կավելացնենք, այսինքն բոլոր դեպքերում հավասարությունը կլինի։ Ինձ թվում է մենք 1 ամսվա, 2 ամսվա ընթացքում ամեն դեպքում հետադարձ ուժ կունենա, նրանք ովքեր հիմա 3 միլիոնի սերտիֆիկատ ունեն, բնակարան տուն փնտրելիս հարցը քննարկելիս կարող են արդեն այդ հաշվարկով վստահաբար առաջնորդվել։ Շնորհակալություն։